Սյունիքի մարզի 9 համայնքում գյուղատնտեսության նախարարությունը համաշխարհային բանկի աջակցությամբ հիմնադրել է արոտ օգտագործողների միավորում կոոպերատիվներ, որոնք նպատակ ունեն տվյալ համայնքներում իրականացնել արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման խոշոր ծրագիր։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզի այցելության ժամանակ հանդիպեց համայնքների ղեկավարների եւ գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկելու համար ծրագրի իրականացման տարբերակները։ Ամենախոշոր ծրագրերից մեկն է, որը աջակցության ծրագիր է երկրի կողմից եւ հանրապետության նախագահի հանձնարարությամբ մենք իրականացնելու ենք 5 մարզերում 55 համայնքներում։ Սա լինելու է շարունակական, եթե այս տարի մենք այս մարզում իրականացնել ենք 9 համայնքներում, եթե ծրագիրը հաջող ուրեմն ընթացք ունենա եւ հաջող ավարտ, մենք հաստատ համոզված ենք, որ համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ լրացուցիչ նորից 55 համայնքներում պետք է իրականացնենք ծրագիրը։ Նախարարը հանդիպման ժամանակ նշեց, որ տվյալ արոտավայրերը դեռևս խորհրդային տարիներին օգտագործվել են ժողովրդի կողմից եւ հանդիսացել են խոշոր եկամտի աղբյուր, սակայն այսօր այդ արոտավայրերում ջրի բացակայությունն այն միակ պատճառն է, որը թույլ չի տալիս տվյալ համայնքի բնակչությանը զբաղվել անասնապահությամբ։ Եթե նախորդ տարիներին մեր անասնապահության ոլորտը շատ ուրեմն հետ ընկած էր, անցյալ տարի կատարված հատկապես այս ծրագրի շնորհիվ, որ մենք մի քանի մարզերում արդեն իրականացնում ենք համայնքներում, եւ կաթի մթերման գնի բարձրացման հետևանքով ժողովրդի մեջ շահագրգռվածություն առաջացավ եւ հիմա արդեն մարդիկ անասնագլխականակը ավելացնում են։ Այս ծրագրի իրականացման համար պետությունը հատկացնելու է 525 միլիոն դրամ, որը կհատկացվի Սյունիքի մարզի 9 համայնքներին շուրջ 5000 հեկտար գյուղամերձ արոտների ջրագծի կառուցման համար։ Մենք պետք է այնտեղ մեծ հսկայածավալ աշխատանքներ կատարենք։ Ջրարբիացում պետք է կատարվի, որպեսզի կովերը չքշեն 10 կիլոմետր տանեն ջրեն հետ բերեն։ Այնտեղ ջուրը պետք է լինի, որ անասուն հենց այնտեղ ջուր խմի, այնտեղ արածա, այնտեղ էլ կտվի, որպեսզի մթերատվությունը բարձրանա։ Այնտեղ համապատասխան ինֆրաստրուկտուրա պետք է լինի։ Այնտեղ պետք է լինի ձեր արոտավայրերը, որոնք դուք չեք օգտագործում, գյուղգործիկ պետք է լինի, սերմեր պետք է տանք ձեզ, որպեսզի դուք կարողանաք այդ արոտավայրերը դարձնել ուրեմն մշակովի, որ այն մսուրային շրջանի ժամանակ դուք համապատասխան քանակի կերեր ունենաք, որպեսզի անասունը կերակրեք։ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խոսելով գյուղ ոլորտի զարգացման մասին նշեց, որ իրենց մարզում մեծ աճ է նկատվել հատկապես անասնապահության ոլորտում։ Մարզպետը գյուղում հարուստ ապրելու համար գյուղապետներին կոչ արեց խոշոր եղջերավորներ պահել, որն էլ կարող է մեծ եկամտի աղբյուր հանդիսանալ։ Եթե այդ անասունների խմելու ջրի խնդիրը լուծվեց, բնականաբար ամառը բոլոր իրենց անասունները սար կբարձրացնեն։ Եվ սա ցանկացած գյուղացու համար առաջին հերթին եկամուտը կրկնակի կդարձնի։ Գյուղնախարարը հանդիպման ժամանակ խոսեց նաև գյուղատնտեսական ոլորտում առկա դրական տեղաշարժերի մասին, հատկապես կարևորեց հացահատիկի սերմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագիրը, որի շնորհիվ հանրապետությունում ավելացել է հացահատիկի ծավալը։ Անցյալ տարի գյուղ ոլորտում մենք ունեցանք դրական տեղաշարժեր։ Երբ որ նախանցյալ տարվա ֆոնի վրա մենք եթե ունենք 15.7% նվազում համախառն արտադրանքի, 2011 թվականին կարողացանք ապահովել 14.1% աճ համախառն արտադրանքի նախորդ տարվա հետ համեմատած։ Հավատացեք, այդ ժամանակները անցել են, որ պետությունը ամեն ինչ կառուցի, սարքի դազես չէ, հիմա ինքներդ պետք է անեք, ինքներս պետք է մեզ համար անենք, ինքներս, հավատացեք, ինքներս, եթե պետությունը 500 միլիոն է դնում, գոնե դրա 20%-ը մենք դնենք։ 9 համայնքներից 7-ում աշխատանքները գտնվում են իրականացման փուլում։ Նախարարը հույս հայտնեց, որ այս ծրագրերը լինելու են շարունակական եւ նախարարության ուշադրության կենտրոնում մշտապես լինելու են գյուղացու խնդիրներն ու գյուղ ոլորտում տարվող աշխատանքները։ Անի Բաղդասարյան, Արման Գրիգորյան, Սլաքեյեմ, Սյունիքի մարզ։